նոր սարդարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր Բարի երեկո, Չիվին հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն են, ձեզ են ներկայացնում անցնող շաբաթվա ամենաշատ քննարկվող իրադարձությունները։ Գնացի։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ողջույն, շնորհակալ եմ մեզ կրկին հյուրընկալվելու համար։ Պարոն Շարմազանով, սկսենք թերևս շաբաթվա հենց շաբաթասկիզբը բացած կարևոր ամենալուրից ինձ համար համենայն դեպս կարևոր, մի քիչ անձնավորած, Ադրբեջանում շատ էին նեղ սրտել Մոսկվայում իշխող Եդինայա Ռոսիա կազմակերպած սիմպոզիումի ժամանակ, միջոցառման ժամանակ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների այդ փոխհրաձգությունից, այսպես ասած, ու հաշվի առնելով այն իրավիճակը, որ տարբեր հարթություններում Հայաստանը ցավոք եմ նշում ֆիասկո է արձանագրել ու այս բարոյալքված վիճակը ինչ որ կերպ հաղթահարելու համար մանավանդ ռուսական հարթակում ադրբեջանցիների ոչ գրական զովասասպորտը տեղը դնելը շատ հաճելի էր իրականում եւ ինչպես կասեին հрьяաները մելեչ նոպրիատնը ու հաճելի է նաեւ այն երբ քո երկրի ներկայացուցիչը կարողանում է ըստ արժանբույն եւ ներկանալ եւ հակասեցություն ցույց տալ Զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանական մակարդակում ոչ մի կերպ չարձագանքեցին դրան, թեպետ եթե անգամ արձագանքեին, դա լինելու էր այն մակարդակով, երբ ցեղասպանության ժամանակ կհիշեք թուրք-ադրբեջանական դրոշները այրվեցին, սկսվեցին կրակոցները ու մեղադրեցին մեզ, իբր այ տեսակ ինչ արեցիք, ինչ հետևանքների հանգեցիք։ Այն որ ադրբեջանական պատվիրակությունը ֆիասկո ենթարկվեց, նույնիսկ նկատելի ադրբեջանական լրատվամիջոցների ասենք թողարկած հրապարակումներից, այնտեղ ձեզ անվանում են ռևանշիստական ուժի ներկայացուցիչ, դե բնականաբար հաշվի առնելով այն, որ մենք չենք մոռացել Արցախի ներկայիս կարգավիճակը մեզ համար փակված չէ էջը Արցախի։ Իսկ առհասարակ ով է համակերպվում հայրենիքի կորստի հետ եւ ընդհանրապես մոռանում ու շրջում պատմության այդ էջը։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ ձեր գնահատականի համար։ Ուզում եմ մեր հեռուստատողներին ասեմ, որ դա սովորական երևույթ է իմ քաղաքական կարիերայում։ Եվ այն ինչ որ ես արել եմ Մոսկվայում, դա արել եմ տարիներ շարունակ եւ Մոսկվայում, եւ Աթենքում, եւ Տոկիոյում, եւ Սանկտ Պետերբուրգում, եւ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում։ Ադրբեջանական կողմը պարզապես ոգևորվել էր Հայաստանում վերջին 7 տարիներին ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող կապիտուլյանտ ռեժիմով, որոնք մասնավորապես 20 թվականից հետո բերաները ջուր առած խելոք կատարում են Ալիևի եւ Էրդողանի հրահանգները եւ ենթագիտակցաբար իրենց թվում էր, որ այս անգամ էլ իրենք պատասխան չեն ստանալու իրենց սուտ եւ կեղծիք պարունակող հայտարարություններից։ Իսկ ամեն ինչ ինչից սկսվեց, որ նրանք խոսեցին, որ 20 թվականի պատերազմի արդյունքները արդար էին։ Եվ բնականաբար իրանք ստացան, այնտեղ փոխհրաձգություն չի եղել։ Իրանք չէին կարող փոխհրաձգություն ունել։ Նրանք իրան զելույթով խոսել են դրա մասին, հետո փորձել են իմ հետագայում էլի Վետատունոյանի ելույթը ընդհատել, չեն կարողացել։ Հետո էլ ուզեցել են նոր ելույթ, իրաց որևէ մեկը ելույթ չի տվել։ Իսկ իրանք շնորհակալ եմ ես իրենց, որ փորձում էին ընդհատել, որովհետև եթե իրանք այդ բանը չընդհատեին, ես դժվար թե դուրս գայի իմ տեքստի բովանդակությունից եւ իլուր ողջ աշխարհի հստակ ասեի, որ այո, Ադրբեջանը ֆաշիստական պետություն է, այո, Ադրբեջանը Արցախում իրականացել է էթնիկ զտում, այո, Ադրբեջանը իրականացնում է նեոնացիստական քաղաքականություն։ Իմ տեքստում դա չկար։ Իմ տեքստում կար ինչ որ ես կարդում էի, որովհետև խնդիրը նվիրված էր սիմպոզիումը հաղթանակի 80-ամյակի եւ ՄԱԿ-ի ստեղծման դասերին։ Իսկ ես որպես լուրջ մարդ, որպես մարդ, որը որ միջազգային հարթակները հարգում է, չի կարող դուրս գալ այդ ռեգլամենտից։ Ես խոսել եմ ինքնորոշման իրավունքից, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետը հենց եւ նպատակներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, խոսել եմ Արցախի ժողովրդի իրավունքի մասին եւ բնականաբար խոսելով ֆաշիզմի դեմ հաղթանակի նշանակության մասին շատ հստակ նշել եմ, որ Արցախում
ադրբեջանցիների կողմից պղծվել են եւ վանդալիզմի են ենթարկվել հայնական մեծ պատերազմի հերոսների Մարշալներ Բաղրամյանի Խանֆերյանցի եւ Լենինգրադի պաշտպան խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Դե իրանք փորձեցին ծղրտան, պատասխանը ստացան եւ սա ամենակարևորը ոչ թե իմ պատասխանն էր, իմ պատասխանը ես բոլոր հարթակներում եմ այդպես խոսել, նույնիսկ Թուրքիայում եմ ես Թուրքիայի պարլամենտի ղեկավար Իլդիրիմի եւ Ադրբեջանի պարլամենտի ղեկավար Ասադովի ներկայությամբ խոսել, որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։ Այսօր ես իմեջում այդ մասը դրել եմ, որ վիդեոն։ Ինձ ուրախացրեց մեկ այլ բան, որ հայ ժողովրդի մեծ մասը, գոնե ակտիվ հատվածը ողջևորվեց եւ իր անհամաձայնությունը հայտնեց այսօրվա ռեժիմի տարվող կապիտուլյանտական քաղաքականությամբ։ Այսինքն մենք այնտեղ ասեցինք, որ հայ ժողովուրդը հաստ չէ։ Հայաստան դա Նիկոլ Փաշինյանը չէ։ Հայ ժողովուրդը չի համակերպվում Արցախի կորստի եւ Արցախի էթնիկ զտումը դա միջազգային հանցագործություն է եւ Արցախյան խնդրի այսօրվա իրավիճակը հակասում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների առնվազն 5 գրավոր հայտարարություններին եւ Մինսկի խմբի համանախագահության 3 սկզբունքներին։ Սա է ամենակարևորը, որ եւ Ռուսմեր դաշնակիցները եւ մեր 33 երկրից գործընկերներ կային, Չինաստանից մինչեւ Բելարուս, Սլովակիայից մինչեւ Հունաստան, որ նրանք հասկանային, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ եւ քաղաքական ուժեր, ովքեր հաշտ չեն այս իրողության հետ։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, որ ինքս ռևանշիստ են անվանում, ես դες խնդիր չունեմ։ Այո, եթե ես ռևանշիստ եմ, բայց իրանք ֆաշիստ են։ Եթե Արցախի խնդրի արդար լուծումը ռևանշ է, ինչպես ուզում են թող անվանեն, հետաքրքիր չի իրանց կարծիքը, բայց իրանք ֆաշիստ են, փաստ է։ Իրանց սկզբից մինչև վերջ։ Ֆաշիստ են նաև նրա համար, որ Ուկրաինային զենք են վաճառում։ Ֆաշիստ են նաև նրա համար, որ էթնիկ զտում են իրականացրել։ Ֆաշիզմ են նաև նրա համար, որ մեր հերոսների արձաններն են պղծում։ Ֆաշիզմ են նաև նրա համար, որ Ալիևը տարիներ շարունակ ասում էր, որ մի ամբողջ ժողովուրդ, այսինքն հայ ժողովուրդը իրաց թշնամին է։ Հայաստանի որևէ ղեկավար իր նման բան թույլ չի տվել։ Եվ այո, իրանք պետք է իմանան, որ որտեղ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւ մասնավորապես ես ներկա ենք, իրանք պետք է իրանց հավաք պահեն։ Դե բարեբախտաբար դուք եք ներկա, այլ ոչ թե։ Մեր կուսակցությունից ով էլ ներկա լինել, բոլորն էլ տենց իրանց կպահեն։ Որտեղ դա մեր հավատամքն է, ներկա ոչ թե իշխանական։ Դե այդ ուժը ինչ պետք է ասել, այդ ընդհանրապես պրոտոկոլային հայտարարություններ։ ԿՊ բաները ասում, որը գրվում են իմ տպավորությամբ Բաքվում եւ Անկարայում։ Նիկոլն էլ հետ է։ Ոչ միայն ձեր տպավորությամբ, պարոն Շարմազան։ Տեսեք, Փաշինյանի Էստոնիա այցը ոմանք շատ այն որ ուսերն էին թոթվում, ասում էին ինչ կա Էստոնիայում, ինչի համար է գնացել, ինչն է պատճառը, ինչն է խնդիրը, բայց այդ այցը տեղի ունեցավ Իրանի նախագահի Ադրբեջան այցի զուգահեռ այդ ֆոնին ու սոցցանցերում այսպես դավադրապաշտական հերթական տեղեկատվությունը տարածվեց, որ Թալինի Ռեդիսոն հյուրանոցում 5 աստղանի, չգիտեմ որ հարկում տեղի ունենում եռակողմ հանդիպում Փաշինյան, Մուր եւ Իբրահիմ Քալն։ Մենք գիտենք ովքեր են նրանք, բրիտանական հետախուզության ղեկավար, թուրքական հատուկ ծառայությունների ղեկավար։ Հիմա եթե մի կողմ թողնենք սարսափազդու այդ մեկնաբանությունները ու այդ դավադրապաշտական պահը, ինչ սպասենք, ինչ հերթական իրավիճակն է ստեղծվելու դրանից հետո, որովհետև այդ թնջուկը եռում է ամեն դեպքում հիմա տարածաշրջանում։ Ինչ է մեզ սպասում առաջիկա այդ մայովկայի շրջանում, որը սկսվել է երեկվանից ու մայիսի 9-ին հայրենականի միջոցառմանը մասնակցելու ու չմասնակցելու այդ բովանդակության շրջանակում։ Տեսեք, ձեր հարցը բավականին ծավալուն էր, երկու մասից էր ասեմ, առաջին ինչ վերաբերում է հանդիպել են, չեն հանդիպել։ Բայց ինչ կարիք կա թաքուն հանդիպելու, եթե Նիկոլ Փաշինյանը Ռիչարդ Մուրի հետ 1000 անգամ է հանդիպել, ու 1000 անգամ ժողովրդականով ասել, Ռիչարդ Մուրը քանի անգամ եկել Հայաստան, մինչև այդ Ֆիդանի հետ իրանք ինչքան են հանդիպել, Թուրքիայում հանդիպել է Էրդողանի հետ, ուղիղ բանակցում Ալիևի հետ, եւ ամենակարևորը հանդիպումների չեն էական։ Կարևորը ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվել է հայոց պահանջատիրությունից, երկրորդ հրաժարվել է Արարատի սիմվոլից, երրորդ Արցախը հանձնել է Ադրբեջանի, ճանաչել է Ադրբեջանի մաս,
ոչ թե Ադրբեջանի կազմում, երբ որ Ադրբեջանի կազմում է ճանաչում, դա հələ Արցախի սուբյեկտայնություն կա, այդտեղ շատ կարևոր շեշտադրում կա։ Ինքը ոչ թե Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այլ Արցախը համարել է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճանաչումը Արցախի կարգավիճակը 1000 անգամ ավելի վատն է, քան խորհրդային միության ժամանակ Լղիմը, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ինքը առանձին ինքնավար սուբյեկտ էր։ Եվ դրա հիման վրա է անկախության հռչակագիրը Արցախի գրվել։ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է այդ տարածք, որպես տարածք է ճանաչել, ոչ թե որպես սուբյեկտ, որպես Արցախի թեկուզ ինքնավար հանրապետություն կա, ոչ սուբյեկտ չկա, այդ տարածքները ձերն է։ Իսկ Արցախը այլևս Ադրբեջանի կազմում Նիկոլ Փաշինյանի ճանաչումից հետո եւ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ ընդհանրապես Ադրբեջանի բանն է, էլի։ Առանձին միավորել չի։ Էթնիկ զտման ժամանակ ոչ մի բան չի արել։ Այսինքն մարդ իրականացնում է թուրք-ադրբեջանա-բրիտանական պլան։ Բայց պետք է անի իր կուրատորներն են, ես ինչ եք զարմացեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի մի հատ լուրջ հայանպաստ գործչի հետ։ Զարմացեք, երբ որ ինքը ինչ-որ մի հատ հայանպաստ կամ արցախանպաստ բան անի։ Այս մարդը ինչ 18 թվականից սկսած Բոլտոնն եկել է Հայաստան եւ ասել է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է հրաժարվեն իրենց պատմական գաղափարներից։ Ինքը իրականացնում է պանթուրքիզմի ծրագիրը, պանթուրքիզմն էլ մեծ թուրանը, դա բրիտանա-թուրքական ծրագիր է, ում դուրը կգա, ում դուրը չի գա, ես որպես պատմաբան եմ այստեղ նաև նշում, ոչ թե որպես քաղաքական գործիչ, Հայաստանում ռուսական եւ հայկական գործոնի չեզոքացման պլանը դա բրիտանա-թուրքական պանթուրքիստական պլան է։ Սա է, իսկ ինքը կգնա թե չի գնա, իհարկե կգնա Մոսկվա, որովհետև Բայդենի վարչակարգին Տրամպն է փոխարինել, հələ լավ չի կողմնորոշում Նիկոլը ինչ անելու, ոնց անելու Ուկրաինան, աշխարհի վերաբաժանումն ինչպես է լինելու։ Ինքը իզմեր չունի, կգնա, բայց գնալը չի նշանակում, որ դա Հայաստանին որևէ օգուտ կտա, որովհետև բոլոր տեղերն էլ Նիկոլ Փաշինյանն այլևս որպես նա երբեք գործոն չեն ճանաչել, բայց հիմա ինքը ամենաշատը կարող է ունենա գործիքի կարգավիճակ բոլորի ձեռքում։ Դե Բոլթոնի ասած ծրագիրն էլ հիմա իրականացվում է։ Հենց ռուսերն էլ բան չէ, Մոսկվան էլ արդյունքներին չի հավատում։ Կարող է օգտագործի իր շահերի համար։ Այդ ուրիշ բան է։ Ու բոլորը միաժամանակ է որպես գործիք, բայց Հայաստանի ժողովրդի ու Հայաստանի շահը չի կարող պաշտպանել։ Լավ, մի քիչ առաջ գնանք մայիսի 9-ին ինչ է սպասելու մեզ։ Մայիսի 9-ին վերջում կփակենք, որտեղ հետաքրքիր իրադարձություններ են լինելու մայիսի 7-ից սկսած, այդ վերջում կխոսենք դրա մասին։ Մայիսի 9-ին որ ակնկալում է Փաշինյանի այցը։ Փաշինյանի այցը լավ երկու մայիս չի, ընդհանրապես պետք է գնա այնտեղ։ Մասնակցի ընդհանրապես։ Կտեսնենք ինչա քննարկելու։ Կամ կգնա կասի Վլադիմիր Վլադիմիրովիչ Նիվինավադիա նախապատրաստական աշխատանքներ չեն։ Կամ էլ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանով Հայաստանի լավ բան չի սպասում։ Հայաստանի նպատակ անկախություն ունենալն է, էլի, ոչ թե այս կամ այն երկրի շեստյորկա լինելը։ Մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ջատագով ենք։ Իզնից շատ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հրապարակային դաշտում ոչ մեկ չի պաշտպանել ու չի պաշտպանում։ Դա իմ արժեհամակարգն է։ Այո, Հայաստանը Ռուսաստանից ավելի լավ դաշնակից չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ։ Դա մենք ապացուցել ենք նաեւ մեր կառավարման շրջանում։ Եվ դրա նպատակ եղել է ոչ թե դուր գալ մեր Մոսկվայի եղբայրներին, այլ դա բխել է Հայաստանի Հանրապետության պետական շահից, երբ որ Սերժ Սարգսյանը մտել է Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, դրա նպատակն եղել է Հայաստանի տնտեսական շահը։ Եվ այսօր եթե Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շնչում է Ֆրիդա ջան, նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցության որոշման արդյունքում է։ Երբ որ մենք հապկի ռազմավարություն ենք ընդունել ստեղ, էլի Հայաստանի շահնակենտրոնում եղել ու Արցախի։ Երբ որ Հայաստանը Իսկանդերը ստացել է մեր անվտանգային շահն ա եղել։ Երբ որ 10 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ընկել է նոր հռչակագիր, ըստ որի ռուսական ռազմաբազայի ժամկետը երկարացվել է 49 տարով մինչև 2044 թվականը, էլի դրա հիմքում ընկած եղել Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահը։ Եվ մենք մեր պետական ու ազգային շահի զեննելով ենք գտնում, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի դաշնակիցը։ Իսկ այն ինչ այլ է Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա ոչ որպես դաշնակից։ Սա է ակնհայտ։ Կարա գնա որպես հաճախորդ, կարա գնա որպես հակառակորդի հաճախորդ, կարա գնա որպես թուրքերի կամակատար, բայց ոչ երբեք որպես Ռուսաստանի դաշնակից կամ տարածաշրջանային գործոն։
Իսկ մեր բոլոր երեք նախագահները կգնային Վաշինգտոն, Փարիզ, Բրյուսել թե Մոսկվա, նրանք գնում էին որպես Մոսկվայում արժանապատիվ դաշնակից, մնացած տեղ արժանապատիվ գործընկեր եւ տարածաշրջանային գործոն պետության ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան դարձել է տարածաշրջանային փչացած գործիք։ Իր իշխանությունը։ Մոսկվայում կներվի Փաշինյանի հակառուս Քաղաքականության մեջ ներել չկա, կօգտագործեն, չեմ կարող ասել։ մենակ օգտագործ։ Իսկ ինչ պետք է անեն, ներեն կամ չներեն։ Մոսկվան ունի իր շահերը, Մոսկվան չունի փափուկ ուժի կիրառում, բայց ոնց որ այս վերջին շրջանում որոշում է կայացվել դեռ փափուկ ուժեր կիրառել, յուրաքանչյուր պետություն պետք է զբաղվի իր շահերով։ Մոսկվայի շահերի մասին Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ մտածող կա, էլի։ Ռուսաստանը 150 միլիոնանոց երկիր է։ Բերեք մենք մեր շահերի մասին մտածենք, էլի։ Մոսկվայում այնքան խելացի մտածող եւ ուժեղ գործիչներ կան, իրանք կորոշեն իրանք շահերը, ներեն, չրելեն, ինչ անեն։ Մենք պետք է մտածենք մեր պետության մասին, իսկ մեր պետության շահը պահանջում է, որպեսզի սա այս կապիտուլանտը չներկայացնի Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ ինքը փչացրել է Հայաստանի ամեն ինչը։ Եվ Ռուսաստանի պահով, ինչ ասեմ, Հռոմի ստատուտ էին ընդունում, ասում են դեռ դատախազը կորոշի Պուտինին ձերբակալի կալանավորի թե չէ։ Պուտինին գալիս նստացնում են Երևանում, հապ գագաթնաժողովում, խայտարակ էին անում, հայտարարությունը չէին ընդունում, չէին դիմավորում, ասում են ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է։ Ընդդիմությանը իբր թե որ ում ուզում են վարկաբեկեն, ասում են ռուսի շպիոն։ Արա ձեր ճակատին գրածը սա ժողովուրդը ասում է, որ դուք թուրքի շպիոն եք, եկել եք ուրիշն էլ բան եք անում։ Որպես վատ բան, ասիկա Ռուսիայի դաշնակցային հարաբերությունը վատ է ներկայացնում։ Ռուսիայի դաշնակցային հարաբերությունը 30 տարի եղել է Հայաստանի անկախության ամրապնդման եւ անվտանգային պահպանման հիմքերից մեկը։ Մեր բանակը, այդ որ եղել է տարածաշրջանի լավագույն բանակներից մեկը, ռուսական զենքով ա եղել։ Թիկունքում եղել է ռուսական։ Երբ որ մենք ցես խոսել ենք, դա նաեւ կապված է եղել, որ 102 այդ ռազմաբազան է կանգնած եղել հայ-ռուսական հայ-թուրքական սահմանին։ Հիմա հերթը հասել է այդ բազային, էլի։ Ես կարծում եմ, չի հասնի որ հերթը ոչ բազային, ոչ էլ անկախության հռչակագրին։ Նիկոլ Փաշինյանը սպառել է իր ողջ վստահության պաշարը վաղուց, ինքը բանկրոտ գործիչ է, խապրեն կտեսնենք։ Լավ, բանկրոտ է եւ Հայաստանի սահմաններից դուրս եւ Հայաստանում։ Ինքը մնացել է Թուրքիայի եւ արևմուտքի գլոբալիստական որոշ ուժերի խնամակալության տակ, այո։ Մի քիչ էլ մնանք Մոսկվայում, պարոն Շարմազանով, ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ Կրեմլում հետաքրքրված են Հայաստանի իրադարձություններով եւ ոչ միայն Կրեմլում, բայց հիմա խոսքս Մոսկվային է վերաբերվում իրականում ու այնտեղ էլ տարատեսակ տեղեկատվություններ են շրջանառվում, թե ով կարող է կարգին դերակատարում ունենալ ու նոր իշխանություն ձևավորել Հայաստանում, այնտեղ էլ են իրականում անհանգստացած տեսնելով նրանց հրապարակումները ու պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս, այսպես ասած, փնտրտուքի մեջ են։ Դրա մասին էլ են կարդացել, թե ում վրա կարող են խաղադրույքներ անել կամ հայաստանյան քաղաքական պրոպորտների եւ եֆրեյտորների կարող են ակտիվացնել։ Հիմա ըստ այդմ տարբեր անուններ են շրջանառվում ու առաջինը հնչել է Արթուր Ջանիբեկյանի անունը, ճիշտն ասած, Comedy Club-ի պրոդյուսեր, մեդիա մագնատ։ Ես ինչը մեկնաբանեմ դրա։ Երկրորդը հնչել է Ես արդեն շատ լավ ճանաչում եմ, հարգում եմ ինքը իրանով կայացած մարդ է, ինքը իր ոլորտում շատ մեծ զարգացում ապահոված եւ ես իրեն շատ նորմալ դրական ջերմ հարաբերություններ ունեմ եւ ես տեսել եմ Արտուրի բարեգործական գործունեությունը նաեւ երբ որ մենք Հռոմում էինք եւ տեղադրվում էր Գրիգոր Նարեկացու արձանը, այնտեղ Արտուրը Ջանիբեկյան շատ մեծ դերակատարում է ունեցել, միայն հարգանքով կարող եմ խոսել, բայց ես տեղյակ չեմ Արտուրի քաղաքական գործիչ լինելու կամ քաղաքական հավակնությունների մասին։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը պետք է որոշի, հայ ժողովուրդը պետք է որոշի, Հայաստանի քաղաքական համակարգը պետք է որոշի։ Այո, այդպես պետք է լինի։ Քաղաքականությունը Արտուրի անձից են կողմ գնանք, էլի, որտեղ ես իրան շատ հարգում եմ։ Բայց քաղաքականությունը բան չի, որ sense դուստից մեկին բերեն դնեն մեր գլխին։ Այս պետությունը եղավ էլի։ Ինչ եղավ։ Եղավ դրա համար էլ այսօրին եք, էլի։
Եղավ էլի, բերին դրա համար էս Հայաստանի Հանրապետություն շրջանառում են էլի, պարոն Շարմազան, ասում են ով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դերակատարում պետք է ունենան այն քաղաքական կուսակցությունները, այն քաղաքական գործիչները, ովքեր այս տարիների ընթացքում եղել են պայքարի կիզակետում։ Ես քիչ առաջ ասեցի, ես Հայաստանի ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակից եմ։ Այլ ոչ թե Հայաստանի կամ Եվրոպայի կամ Ամերիկայի կամ Ռուսաստանի շերտորկա դառնալու կողմնակից։ Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, դե որ չէ, ուրեմն մենք պետք է կարողանանք մեր ազգային խնդիրները լուծենք այն ժամանակ, եւ Մոսկվայում, եւ Վաշինգտոնում, եւ Բրյուսելում մեզ ավելի լուրջ չէ, հարգալից կվերաբերվեն։ Դրա մի հոմանիշ։ Այդ ժամանակ մենք իսկ մուրացկանին ոչ հայրենիք են տալի, ոչ էլ անկախ պետություն։ Եթե մենք մեր հույսը դրել ենք շատ բարձր գնահատելով աշխարհակաղակական կենտրոնների դերը, շատ բարձր գնահատելով Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Պեկինի, Թեհրանի, այդու նաև Անկարայի քաղաքական կշիռը։ Ես այդ հրապարակումներին լուրջ չեմ վերաբերում։ Գիտեմ, երկրորդներ բանի անունը պետք է տայք, մեր դոկտորի քաղաքագիտության։ Ռուսաստանցի վանագործի։ Ես Հենրի Սարդարյան։ Ճանաչում եք էլի։ Եթերից եմ ճանաչում, շատ բարձր տպավորություն եմ որպես քաղաքագետ, բայց ոչ որպես Ես ցանկացած Բերովի բանին դեմ եմ, Ֆրիդա ջան։ Լավ, գոնե անցում էին իշխանության։ Հայաստանում ասում եմ։ Հայաստանում Նիկոլի դեմ այնքան պայքարող մարդիկ կան, այնքան պայքարող ուժեր կան, որոնք եւ գրագետ են, եւ փորձառու են, եւ այդ բաները շարք դուրս եկեք, ասեք ինչա, Տեր-Պետրոսյանի թիմում չկան, Քոչանի թիմում չկան, Սերսակսյանի թիմում չկան, Բագրատյանի մոտ չկան, Վազգեն Մանուկյանի, նոր ստեղի մարդիկ չկան։ Ես քիչ առաջ ասեցի, սա իմ կարծիքն է։ Հայաստանի նախ առաջինը վերեք կենտրոնանանք բանի վրա, Նիկոլին հեռացնելու։ Դա է մեր առաջնային նպատակը։ Բայց իմ խորը համոզմամբ ես միշտ եղել եմ Հայաստանի ապագա իշխանությունը պետք է կազմեն այն մարդիկ, ովքեր եւ նախկինում եւ ներկայում առաջնորդվել են բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային շահով, նրանց համար Արցախը եւ Հայաստանի ազգային շահը եղել են գերնպատակ, նրանք եղել են քաղաքական պրոֆեսիոնալ գործիչներ, իսկ այս վերջի 5 տարում եղել են պայքարի առաջնագծում։ Դուք կարող եք իմ հետ համամիտ լինել, իմ համամիտ չլինել։ Ես շատ բարձր եմ գնահատում ձեր նշած մարդկանց ծառայությունները, իրանցից մեկ կետում եմ շատ ջերմ մարդկային հարաբերություններ, ջերմ բարևներ եմ հղում, բայց Հայաստանի քաղաքական համակարգը մեռած չի։ Մենք պետք է քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, անկախ անձից, անկախ անուն ազգանունից։ Ես միշտ այդ կարծիքին եմ զբաղվել։ Բժշկագիտությամբ չի կարող, չէ՞, քաղաքական գործիչը զբաղվի։ Չի կարող, չէ՞, ատամնաբուժությամբ սանտեխնիկը զբաղվի։ Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Եվ ես ինչ։ Հիմա ամեն ինչ խիվայ շուրջ տված։ Դե շուռա տվե դրա համար այսօրին է Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար այսօրին է Հայաստանի Հանրապետությունը։ Լավ, հիմա ունենք impeachment-ի նախաձեռնությունը, արդյունենք նախաձեռնությունը, որը նախաձեռնել է Էդգար Ղազարյանը, հասարակական քաղաքական գործիչ, հանրային կապեր են ղեկավարում է Նարեկ Մալյան, հանձնել են արդեն impeachment-ի նամակը, հիմա ունենք հայտարարություն արդեն այս պահի դրությամբ Հայաստան դաշինքից, որ Հայաստան դաշինքը թերահավատորեն է վերաբերվում, ճիշտն ասած, այս նախաձեռնությանը ամենայն հարգանքով եւ չգիտեմ, այնտեղ հայտարարությունը բառացիորեն իհարկե չեմ հիշում, նկատի ունենալով, որ եթե Տոմկը քվեարկստորագրենք, եթե պայման են դրել, պայման են դրել եւ մեր բոլոր падգամավորների կողքը քվարկեն, եթե բերեք 8 падգամավորի մնացած իհարկե 8 падգամավորը այնտեղ 36 ձայնակարծել։ Իրեք ես ստորագրություն ձայն։ Երևի դրանք անդրադառնան նախաձեռնության հեղինակները, որովհետեւ սա հանրապետականի նախաձեռնությունը չի, հա, սա Նարեկի ու Էդգարի նախաձեռնությունն է, իրենք թող դրան անդրադառնան, բայց իմ համար ես չեմ կիսում Հայաստան դաշինքի մեր գործընկերների նման մոտեցումը։ Նախապայմանները ստորագրելը ո՞րն է, ես իրանց մի հատ հարց տամ։ Այդ որ օրենսդրական նախաձեռնություն եք ներկայացնում, տղեկ
տղաներ եւ աղջիկներ, հարգելի քույրեր եւ եղբայրներ, նրանցից շատերը իմ ընկերներն են։ Երբ որ Երբ ներկայացնում եք, 5 տարի ներկայացնում եք, ԿՊ-ից քանի ստորագրություն ունեք։ Հիմա այս պահին ժխտողականության դեմ նախաձեռնություն եք իրար, շատ փայլուն նախաձեռնություն է։ Բայց եթե գլխած գիտեք, որ չի անցնելու, բայց ինչ եք նախաձեռնում։ Բայց ոնց է impeachment-ի դեպքում ասում եք, եթե կլինի այն վաղ կստորագրեմ, բայց հիմա ժխտողականության դեպքում չեք ասում, եթե ԿՊ-ն կստորագրի նոր կմտցնենք։ Մի քիչ ազնիվ չի, էլի։ Եվ ես կարծում եմ, որ այն գլխից պայմաններ դնելը ստորագրելու իմ համար անհասկանալի է։ Կամ ինչ հայրանցից գնում։ Ես օրինակ, եթե ես լինեի падգամավոր, ես միանգամից կստորագրեի։ Ասեմ ինչ, որտեղ հանրապետական կուսակցությունն է 5-6 տարիների ընթացքում, ով Նիկոլի դեմ շարժում արել, մենք առանց նախապայմանի իրաց կողքն ենք եղել։ Եթե կհիշեք, անցյալ տարի այս օրերին Բագրատ Սրբազանի շարժումներ, մեր Տիգրան Աբրահամյանն ասեց, եթե շարժումը ում անունը ներկայացնի, հանրապետական падգամավորները կողմ կքվեարկեն։ Այսինքն ինձ համար անհասկանալի է, կներեք, եթեներով պայմաններ դնելով որևէ գործողություն։ Ինչ անշանակում, եթե այսքան ստորագրություն կլի կանենք, եթե sense կլինի կանենք։ Ես էլ իրենց հարց եմ տալիս, սա իմ կարծիքն է։ Կրկնում եմ, սա մեր նախաձեռնությունը չի, բայց եթե ես լինեի падգամավոր, ես առանց մտածելու ցանկացած նախաձեռնության, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկմանը, ես կստորագրեի։ Ինչի ես որ գրում եմ Հրանտ Բագրատյանի միտինգին դառնում Հրանտ Բագրատյանի կուսակից է, կամ որ գրում եմ մեկ ուրիշի միտինգին դառնում իրանց կուսակից է։ Իսկ մեր գլխավոր նպատակը հանրապետականը շատ հստակ ասලා պետք է մտածել ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության մասին։ Իրանց իրավունքն է, ես մանավանդ դեղ ունեմ շատ ընկերներ, բայց անհասկանալի է իմ համար։ Համենայն դեպս փաստարկված չի, համոզիչ չի Հայաստան դաշինքի իմ գործընկերների այդ հայտարարությունը, համոզիչ չի։ Հայ իրանք որ ասիկը որ ասում են որ ստորագրեցին, ինչ անելու իրանց։ Օրինակ ես դե չեմ, լավ, թող ստորագրեն, եթե ստորագրեցին հնարավորություն կա գործընթաց սկսելու։ Ո՞ն է հավանականություն։ Լավ, ասենք 10% հավանականություն կա, որ Նիկոլը կգնա, բայց որ չեն ստորագրում, արդեն այն գլխից հավանականություն չկա, չէ։ Ես էլ իրենց պատասխանում եմ, հարգելի ժողովուրդ, եթե ասում եք, որ մենք կստորագրենք, եթե լինեն 8 падգամավորներ լինեն, չէ, կարծեմ տենց էին ասում։ Հիմա քանի գոնե մի падգամավոր ԿՊ-ից ունեք, այդ ջղթողականության օրենքը, որ շրջանառության մեջ եք դրել։ Չունեք, չէ։ Բայց ինչ եք այդ դեպքում բանանում, ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություն անում։ Այդ հարցը անհասկանալի է եւ համոզիչ չի իրանց բացատրությունը, բայց իրանց իրավունքն է, հարգանքով են վերաբերում իրանց ցանկացած կարծիքի, բայց համոզիչ չի։ Մանավանդ դա իմ նախաձեռնությունը չի, դա մենք չենք նախաձեռնել։ Իսկ ինչու չեք միացել այդ նախաձեռնությանը։ Ես չեմ ասում մենք չենք միացել։ Իսկ ով ասել որ հանրապետականը չի ստորագրելու։ Մենք չենք քննարկել դեռ, կգա ժամանակը, կուսակցական падգամավորների հետ կքննարկենք։ Բայց ես ասել եմ, որ դեռ ժամանակ կա, քանի որ 10 օրվա ժամկետ է, դեռ 10 օրվա ժամկետը չի անցել, բայց ես ասում եմ, եթե ես լինեի падգամավոր, ես որ պահին Էդգարն ու Նարեկը կամ կապ չունի իրանց անում, Էդգարը Նարեկը չէ, թողնել Արտուրն ու ոչ Վարդանը, օրինակ եմ ասում, կամ մեկ ուրիշը, նման նախաձեռնություն բերեին, ես impeachment-ի տակ ստորագրեի։ Ինչու, որովհետև impeachment-ը դա 3 օրինական հնարավորություններից մեկն է, Ֆրիդա ջան, որպեսզի մենք կարողանանք հասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Մեկը impeachment-ն է, մյուսը Նիկոլի հրաժարականն է, երրորդը ընտրություններն են։ Հրաժարականին չեմ հավատում, որովհետև դժվար Նիկոլ Փաշինյանը թե նույնիսկ Գաբրիել հրեշտակապետին երազում տեսնի, դժվար ինքը նրան էլ կխաբի կհամոզի կասի, չէ, հանուն Հայաստանի պետք է ես մնամ։ Մնում ատակը impeachment եւ փողոցային պայքար։ Հիմա այս գլխից պայման դնել ասել մենք պատրաստ ենք ստորագրելու, եթե sense կլինի, դա արդեն պատրաստ չես էլի։ Դե տեսեք, փողոցային պայքարը։ Թուրքիան էլ է, չէ՞ մեզ ասում բանի ժամ, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ։ Ասում է, եթե Հայաստանը զորքերը, եթե հայկական զորամիավորները դուրս գան Քելբաջարից, սահմանները կբացենք։ Դա նախապայման է։ Իսկ մեր հանրապետականի տարբերությունը ընդդիմադի շատ գործընկերներից դա է, որ մենք նախապայմաններ չենք դնում նիկոլիզմի դեմ պայքարում։ Մենք առանց նախապայմանների պայքարում ենք նիկոլիզմի դեմ։ Թող մեկը ցույց տա, որ հանրապետական այս վերջին 5 տարում մի հատ նախապայման է ցույց տվել։ Նույնիսկ միտինգների ժամանակ, երբ որ մեր գործընկերները պետք է ելույթ ունենային,
Մենք չենք ասել Աշոտյանը մինչև թող ելույթ ունենա, նոր մենք կմիանանք, Շարմազանովը թող ելույթ ունենա, նոր մենք կմիանանք, մենք կլինենք առաջին շարքերում, նոր մենք կմիանանք։ Մենք Չարքաշի նման մեր գործն ենք արել։ Եվ հետևաբար նույնն ակնկալում ենք նաև մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներից առանց եթե մեկը նախապայման դրեց, կապ չունի նախապայմանը խելամիտ է, խելամիտ, իմ համար Նիկոլի պայքարի դեմ նախապայմաններն արդեն խելամիտ չեն, իմ կարծիքով։ Եթե իրանք նախապայման են դնում, երբցել են մեկը նախապայման կդնի, այդ նախապայմանները, այդ եթեները օժանդակվելու են Նիկոլին կոմֆորտ վիճակով 26 թվականի գնա ընտրության։ Իսկ 26 թվականին եթե իրանց թվում է, որ Նիկոլին կարող է հաղթել, ես մի հատ հարց ունեմ, իսկ մինչև 26 թվականը ժողովուրդ ջան, Նիկոլը դեռ ինչքան բան կարող է զիջել։ Ու այս Հայաստանից մենք ինչ կունենանք։ Ես սա եմ ասում։ Ես կրկնում եմ, հարգանքով մոտենալով իրենց կարծիքին, ես չեմ կիսում այդ կարծիքը եւ իմ համար անկեղծորեն եմ ասում, համոզիչ չի ձեր փաստարկները, հարգելի Հայաստան խմբակցության բարեկամներ։ Հա, պարոն Շարմազանով, այս վերջերս իրականում նկատվում է, որ 26 թվականի Բայց սա իմ կարծիքն է, կուսակցության հետ մի խառնեք, եւ կուսակցությունում մենք այս հարցը չենք քննարկել, էլի, որովհետեւ կտեսնենք։ Հիմա նախընտրական պայքարի Այս չի նշանակում, որ կուսակցության կարծիքը իզնից կարող է տարբերել, էլի, բայց քանի որ մենք կուսակցությունում գործադիրում այս հարցը չենք քննարկել, ուզում եմ սա ընդունել որպես ոչ թե Էդուարդ, այլ հանրապետական Էդուարդ Շարմազանովի կարծիք։ Իսկ ինչով է պայմանավորված չնայած չէ հարցադրումն էլ երևի սխալ կհնչի այս պահին, որովհետև արդեն 26 թվականի նախընտրական պայքարը համենայն դեպս կարծես թե համարվում է սկսված, որովհետև նախ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հայտարարեց, որ փողոցային պայքարը հասունացել է եւ կա պլան, որ արդեն Փաշինյանին կարող են փողոցային պայքարով հանգեցանել, այսպես ասած, բայց հարցին թե նա գլխավորելու այդ պայքարը շատ հակիրճ եւ լակոնիկ ասաց ոչ։ Պայքարը չէ։ Ու այդպես էր հնչել հարցը։ Հարցը հնչել էր այսպես. դուք պատրաստ եք առաջնորդել, ասկի պատասխանատվություն ստանձնել, ասկի ապագայում պետության առաջնորդությամբ, ասես ոչ։ Ոչ, լավ։ Ոսկե ոչ թե Նիկոլի դեմ պայքարելու է, Սերժ Սարգսյանը ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ու իր գլխավորած հանրապետական կուսակցությունը պայքարում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ։ Եվ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ է հանրապետականները պայքարում։ Այո, ինքը մեր կուսակցության, բայց ինքը չունի ամբիցիա պետությունը Նիկոլ Փաշինյանի, ասինքն հաջորդ առաջնորդը դառնալու եւ դրա մասին պարոն նախագահը շատ պարզ, հստակ արդեն մի քանի անգամ ասել է, որ ինքը պետական համակարգ վերադառնալու ծրագրեր, պլաններ, ցանկություն չունի։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում էլ տեսակ համասարանականների հետ ունեցած նրա հարց ու պատասխանը շրջանառվեց արդեն այս շաբաթ, բայց մի տեղեկատվություններ արդեն մամուլում շրջեց, որ նա արդեն հասցրել է լինել Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ, ունենել ինչ-որ պայմանավորվածություններ։ Հիմա այս ինչ մեկնաբանեմ։ Ոչ թե ես Պուտինի կողքը չէի, որ եղել է, տեղյակ չեմ, դա մամուլի լուրջ չեմ համարում դա մեկնաբանելը, որովհետև դա պետք է մեկնաբանի երկրորդ նախագահի գրասենյակը, իզես երրորդ նախագահի թիմի անդամ են։ Ու ասում եք, որ Սերժ Սարգսյանը չի գլխավորելու։ Ինչ է։ Պայքարը չէ, համախմբված շարժումը փողոցային։ Փողոցայինը չէ, Սերժ Սարգսյանը պետության ղեկավար դառնալու հավակնություններ նպատակ չունի։ Ինչու։ Ասել է ինչու 1000 անգամ, որովհետև նրա համար կարևորը իշխանափոխությունն է եւ գտնում է, որ ժամանակն է, որպեսզի այլ դեմքեր, այլ ավյունով ղեկավարեն, բայց ինքը իր ամբողջ գիտելիքները, փորձը, իմաստությունը, քաղաքական կապերը օգտագործելու է a. Նիկոլ Փաշինյանի ռեժիմից ազատվելու, b. ապագա իշխանափոխությունից հետո իր եւ իր թիմի քաղաքական հանրապետական թիմի քաղաքական ամբողջ ներուժը դնելու պետության ազգային նկարագիրը վերականգնելու համար։ Այդ ներուժի վերականգնման աշխատանքը ո՞նց եք դուք տեսնում, պարոն։ Իշխանափոխությունը պետք է անենք նոր, առանց իշխանափոխության հնարավոր չի։ Դե ես չի ուզում, որ դուք մեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի Կրեմլի գնալը, ինչևից է։ Չէ, ես ասեմ, ես տեղյակ չեմ, ինչը մեկնաբանեմ։ Դրա համար ոչ թե ես տեղյակ չեմ, եղելա թե չի եղել։ Հարցը ընդհանուր կոնտեքստում էր, որ նախընտրական պայքարը արդեն սկսված է եւ բոլոր նախագահները ակտիվացել են։ Ընդհանրապես դրանում էր հարցը։ Մեր նախագահը 5 տարի է ակտիվ է։ Հանրապետական կուսակցությունն ամենաակտիվն է։
Բայց մեր նպատակը իշխանության վերադառնալը չի գլխավոր։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Այստեղ է մեր կոնցեպտուալ տարբերությունը։ Մենք չենք ասում, եթե մենք իշխանության չգանք, Նիկոլը չլինի, աշխարհը շուռ կգա։ Մենք ասում ենք, սիրելի ժողովուրդ, Նիկոլի ռեժիմը կործանում է Հայաց երրորդ հանրապետությունը, անկախության հռչակագիր է քննարկում արդեն որ հանեն, հասկանում եք, ես ունենք ասել։ Մարդը կանգնում ասում անկախության հռչակագիրը պետք է չլինի ապագա սահմանության տեքստում։ Մենք եկել կռիվ ենք անում, ով քանի տոկոս կհավաքի։ Իմ ասածը սա է, մենք կլասիկ քաղաքական վիճակում չենք, դասական վիճակում չենք, որ ասենք, հա դե ցանկացած կուսակցության նպատակն իշխանության գալն է։ Մենք չենք կարող այս իրավիճակի մասին խոսել շատ հանգիստ։ Մեր 120,000 Արցախի քույրեր եւ եղբայրներ Ֆրիդա ջան անտուն են մնացել, անգերեզման են մնացել, սրբությունները թողել են Արցախում, մեր Բաքվում 23 հայ գերի կա։ Մենք կգնենք իշխանության կռիվ անենք։ Իհարկե որ Աստված չանի ժամանակը գա ցանկացած քաղաքական ուժ եթե մնա միայն ընտրությունների մասնակցելու ճանապարհը, իհարկե ցանկացած կուսակցությունն ուզած չուզած ընտրական process-ի մասնակցում է, բայց մեր ասածը այլ է։ Մենք ասում ենք սիրելի ժողովուրդ, սիրելի դիմադիր եղբայրներ եւ քույրեր, մենք ունենք դեռ մի ամբողջ 1 տարի պայքարի նոր փուլը սկսվելու համար։ Բերեք կենտրոնանանք ոչ թե 26 թվականի ընտրություններին, այլ 25 թվականի մինչև 26 էլ առաջի շրջանը օգտագործենք նիկոլիզմի դեմ պայքարին։ Վատ բան ենք ասում։ Գլխանցածպես չի ստացվի։ Հա դե որ ոչինչ չանենք չի ստացվի։ Իսկ ո՞րն է գարացիա որ 26-ի ընտրությամբ կստացվի։ Հələ մի հատ էլ ասեք տեսնեմ։ Հիմա ստացվում է ոչ փողոցային պայքարով, ոչ իմպիչմենտով մնում է ընտրություն։ Հանրապետական կուսակցությունը բոլոր 3 տարբերակները պատրաստ է իր ներուժը դնել նիկոլիզմի հեռացնելու համար ու առանց նախապայմանների։ Բայց քանի դեռ ընտրություններից դարձա 1 տարի 1 ամիս, հանրապետականը չի քննարկում այս պահին ընտրություններով առաջնորդվելու հարցը։ Եթե կա իմպիչմենտի եւ փողոցային պայքարի հնարավորություն, ինչի դա չանել։ Դա նույն բանն է, ոնց որ մարդը սոված լինի, մի հատ անտառ, ասի ես անտառ չեմ գնում, էլի ոնց դետնամ սուն կա, որս կա, էս կա, այն կա, ասի դե սպասենք, էսա մի տարի մի ամիս հետո հորոխբոր տղեն վաղոն գալու է կաթու մածունա բերելու։ Մի տարի մի ամիս դե սովից մեռի։ Դες չի լինում։ Մեզ համար մեծ շռայլություն կլինի Ֆրիդա ջան, եթե մենք չօգտագործենք եւս մեկ շանս։ Կանգնում են ասում մայիսինից հետո հիասթափվեց, սենց եղավ, նենց եղավ։ Ես դեմ եմ Չապաևի, Բուջոնու նման առանց ծրագրի պայքարի։ Բայց ես գտնում եմ, որ այո, հայ ժողովրդի ուղեղում եւ մեծամասնության ուղեղում չի տեղավորվում այն գաղափարը, որ Նիկոլը Հայաստանի վարչապետն է։ Հետևաբար հայ ժողովրդի ուղեղի այդ գաղափարը պետք է դարձնել շարժիչ եւ սրան իրականություն եւ սրան հեռացնել։ Բայց եթե այն գլխինց ասում եք, որ ոչ իմպիչմենտ կլինի, ոչ փողոցային պայքար կլինի, պայմաններով եք խոսում, կստորագրենք, եթե սենց լինի, եթե փաստերն ենք տեսնում։ Ես ձեզ չեմ ասում։ Չէ։ Ես հասկացա, դերակատարներն եմ ասում։ Իհարկե չի ստացվի։ Իհարկե չի ստացվի։ Իրականությունն է դա, բայց բան շատ։ Ես մեկ անգամ իրականությունը շատ արագ է փոխվում Ֆրիդա ջան։ Շատ արագ։ Շատ արագ։ Մի օրում կարան այս բան փոխվի։ Մանավանդ այսօրվա արագ փոխվող աշխարհում որևէ մեկը չի կարող ասել, որ 6 ամիս հետո ինչ կլինի։ Երբ որ Տրամպը դառնում էր նախագահ, ասում էր 24 ժամ Ուկրաինայի հարցը կլուծեմ։ Երբ որ ընտրվեց, ասեց էսա կլուծեմ։ Բանակցում են ինչ օրս։ Այսօր արդեն իր փոխնախագահը հայտարարում է, որ Ուկրաինայում չի երևում դեռ պատերազմի ավարտը։ Նենց որ ոչ մեկս չգիտենք ինչ կլինի։ Այսօր արդեն տեսնում ենք, որ Մոսկվան շատ խիստ է արձագանքում Տրամպի այն հայտարարությանը, որ մեծ հաղթանակում ամենամեծ դերակատարը Միացյալ Նահանգներն են ունեցել։ Դեռ այնքան բան կարող այս աշխարհում փոխվի եւ դեպի այս կողմ եւ դեպի այն կողմ։ Նիկոլ Փաշինյանն է, տենց ուժեղ չի։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը այսպես Պիզայի աշտարակից ավելի է ծռվել։ Պիզայի աշտարակը, երբ որ Նիկոլ Փաշինյանի, եթե Պիզայի աշտարակը ծռվել է ուտես մնացել է, Նիկոլ Փաշինյանը Բաբելոնի աշտարակի պես ճնկ անգնելու ջարդվելու է։ Որովհետեւ հայ ժողովրդի մեծամասնությունը հաշ չի Արցախի հանձնման, Նիկոլի դավաճանական քաղաքականության, անկախության հռչակագրից հրաժարվելու,
Արարատի սիմվոլից հրաժարվելու եւ Թուրքիա եւ Ադրբեջանի առաջ Նոքիայի քաղաքականություն իրականացնելու։ Թե մի դա ում դեպքով կլի, ում ձևով կլինի, առաջնային չի, առաջնայինը նա է, որ բոլոր կարող ուժերը համախմբվեն ազգային գաղափարի շուրջ։ Իսկ այսօր մեր ազգային գաղափարը պետք է լինի ազատել Հայաստանի Հանրապետությունը թուրք-ադրբեջանա-բրիտանական կոլաբորացիոնից ռեժիմից։ Սա է իմ կարծիքը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։ Նոր սարդարապաշտություն եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր